Անունս Նվարդ Գաբրիելյանն է, 83 տարեկան, հայկական հնագույն կրոնների թոշակառու պրոֆեսոր և երբեք չէի երազել, որ 2024-ի հունիսի 18-ին Արենիի թռչուների քարանձավում 47 մետր խորության վրա մի փոքր ճեղքում կգտնեմ 880 տարեկան կնիկված մաղաղատ գրված Վարդանուշ Արենացի Անահիտի գաղտնի քահանայուհու կողմից, պարունակելով 33 արգելված ծիսակատարություն և 1 խոստովանություն, որը փոխեց ամեն ինչ, ինչ մենք գիտեինք Հայաստանում քրիստոնեության և հեթանոսության միջև անցման մասին։ Արենիի թռչուների քարանձավը, Վայոց ձորի մարզում, 120 կիլոմետր հարավ-արևելք Երևանից, համաշխարհային հայտնի 6100 տարեկան կաշվե կոշիկի համար, աշխարհի ամենահին կոշիկը, գտնված 2008-ին։ Ես այցելել եմ Արենի 150 անգամ իմ կարիերայում, բայց 2024-ի հունիսին հայտնաբերեցինք ինչ-որ բան նոր։ Հնագետները աշխատում էին քարանձավի ավելի խոր հատվածներում, 47 մետր խորության վրա նրանք հայտնաբերեցին նեղ ճեղք պատում, 25 սանտիմետր լայնությամբ, 180 սանտիմետր բարձր, շատ նեղ մարդու մտնելու համար։ Բայց ռոբոտիկ տեսախցիկով նրանք տեսան ինչ-որ բան ներսում։ Զանգահարեցին ինձ, ժամանեցին նույն օրը։ Օգտագործելով տեսախցիկը, տեսա փոքրիկ քարե ղարկղ, 30 սանտիմետր խորանարդ, դրված ճեղքի հետևում փոքր պատրուակում։ Խնդիրը ճեղքը շատ նեղ էր, ոչ մեկ չկարող էր մտնել, բայց իմ թոռնուհին Լիլիթը, 22 տարեկան, բարակ, ճարպարատ, նա կարող էր փորձել։ Լիլիթը համաձայնեց։ 2 ժամ զգույշ աշխատանքից հետո մարմնով կողք շրջելով նա հասավ արկղին, քաշեց դուրս, բազալտետուփ կնիկված մոմով։ Ծածկութի վրա փորագրում Վարդանուշ Արենացի Անահիտի 8-րդ սերունդ գաղտնի քահանայուհու 1144։ Արգելված իմաստությունը՝ մի բացեք, եթե սիրտը մաքուր չէ։ 1144 թվական, 880 տարի առաջ։ Բացեցինք տուփը պահպանման լաբորատորիայում Երևանում։ Ներսում մաղաղատ, փաթաթված և կնիկված կարմիր մոմով, բայց այս մոմը տարբար էր, խառնված արյանով, հետագա DNA տեստը հաստատեց մարդու արյուն, 880 տարեկան։ Բացեցի կնիքը զգույշ։ Մաղաղացը 27 էջ, գրված գրաբարով, բայց նաև հին խորհրդանշաններով, որոնք չէին քրիստոնեական։ Սրանք են նախաքրիստոնեական հայկական խորհրդանիշներ։ Առաջին էջ, ես Վարդանուշ Արենացին, 48 տարեկան, ծնված 1096-ին, գաղտնի քահանայուհի Անահիտ Աստվածուհու, սակավագույն մնացորդային պաշտամունքի, գրում եմ այս մաղաղատ օգոստոսի 1-ը 1144, քանի որ 3 եկեղեցին հայտնաբերեց մեր գաղտնի խումբը, նրանք գալիս են ձրբակալելու մեզ վաղը։ Ուստի ես գրում եմ 33 արգելված ծիսակատարություններ, որպեսզի դրանք չկորցեն հավիտյան։ Սրանք արգելված են, քանի որ եկեղեցին ասում է, որ սրանք հեթանոսական են։ Բայց սրանք մեր նախնիների իմաստությունն են, 2000 տարեկան, և ես չեմ թողնի դրանք մեռնել։ Էջ 1-ից 3 գաղտնի խմբի պատմությունը։ Վարդանուշը բացատրում էր, որ 301-ին, երբ Հայաստանը դարձավ քրիստոնեական, Անահիտ պաշտամունքը պաշտոնապես արգելվեց։ Տաճարները փակվեցին, քահանայուհիները հալածվեցին։ Բայց փոքր խումբ, մոտ 50 կանեկ, հավատարիմ մնացին հին Աստվածուհուն։ Նրանք գաղտնի պահեցին ծիսակատարությունները։ 8 սերունդ, 301-ից մինչև 1144, 843 տարի։ Մենք երբեք չենք եղել շատ։ Միշտ 30-60 կանայք, ընդհանուր։ Ապրում ենք որպես սովորական քրիստոնյաներ, գնում ենք եկեղեցի, աղոթում ենք Քրիստոսին։ Բայց գիշերները լիալուսնի ժամանակ հավաքվում ենք քարանձավներում Արենիում, և այնտեղ մենք պաշտում ենք Անահիտին, նույն ծիսակատարություններով, որոնք մեր 8 սերունդ տատիկները սովորեցրել էին մեզ։ Բայց 1144-ի հուլիսի 31-ին մի քրիստոնյա ճքամոզիտած մարդ տեսավ նրանց գիշերային ծիսակատարությունը։ Նա զեկուցեց եկեղեցական իշխանություններին։ Վարդանուշը գիտեր, որ ձերբակալությունը գալիս էր։ Ես ունեմ 1 գիշեր։ Ուստի գրում եմ 33 ամենակարևոր ծիսակատարությունները։ Վաղը նրանք կգան։ Կձերբակալեն մեզ։
Գուցե կսպանեն, բայց այս մաղաղաթը կկրի իմաստությունը հավիտա։ H4-ից 22 33 արգելված ծիսակատարությունները։ Վարդանուշը նկարագրում էր 33 ծիսակատարություն, յուրաքանչյուրը մանրամասն։ Սրանք էին հնագույն հայկական հեթանոսական պրակտիկաները, որոնք պահպանվել էին 843 տարի գաղտնի։ Ծիսակատարություն նմորամեկ Անահիտի լուսնային աղոթքը։ Գիալուսնի գիշերը կանայք հավաքվում են գետի եզերքին։ Յուրաքանչյուրը լվանում է ձեռքերը և դեմքը գետի ջրով։ Ապա բոլորը կանգնում են շրջանակով, երես դեպի լուսին։ Ամենատերը սկսում է երգել Անահիտ ջրի մայր, լուսնի դուստր, պտղաբերության տիկին, լսիր քո դուստրերին։ Բոլորը կրկնում են 7 անգամ։ Ապա լռություն 7 րոպե, թույլ տալով Անահիտի էներգիան մտնել նրանց մարմինը լուսնի միջոցով։ Ծիսակատարություն նմոր է 7. Պտղաբերության օրհնությունը։ Երբ կինը ցանկանում է երեխա, նա գալիս է քահանայու մոտ։ Քահանայուհին տանում է նրան արենի քարանձավ լիալուսնի գիշերը։ Կինը մերկանում է ամբողջությամբ, քահանայուհին լվանում է նրա մարմինը գարնանային ջրով խառնված մեղրի հետ։ Ապա քահանայուհին տեղադրում է իր ձեռքերը կնոջ արգանդը և երգում է Անահիտի պտղաբերության երգը 33 տող։ Կինը պետք է պառկած մնա 3 ժամ քարանձավում, թույլ տալով Անահիտի էներգիան մտնել իր արգանդը։ Ծիսակատարություն նմոր 12. Ծննդաբերության ծիսակատարությունը։ Երբ կինը սկսում են ծննդաբերել, քահանայուհին պետք է լինի այնտեղ։ Քահանայուհին պատրաստում է սուրբ ջուր, գարնանային ջուր խառնված տանձի լերևով։ Երբ երեխուն ծնվում է, քահանայուհին լվանում է երեխուն այդ սուրբ ջրով։ Ապա անմիջապես քահանայուհին փսփսում է երեխու ականջին։ Դու ծնվեցիր Անահիտի օրհնությամբ։ Նրա ջուրը քո առաջին լուղացումն էր, նրա սերը քո առաջին շունչը։ Սա կապում է երեխուն Անահիտին ամբողջ կյանքի համար։ Ծիսակատարություն նոմոր 18. Մահվան անցումը։ Երբ ինչ-որ մեկը մահանում է, քահանայուհին պետք է կատարի անցումային ծիսակատարությունը։ Մարմինը լվացվում է գարնանային ջրով, քահանայուհին դնում է փոքրիկ խաղողի փունջ մեռալի բարանը, խորհրդանշելով վերածնունդը։ Ապա քահանայուհին երգում է 7 անցումային երգերը, որոնք ուղղորդում են հոգին Անահիտի մոտ։ Հոգին պետք է անցնի 7 դռներ, մինչև հասնել Անահիտի երկնային պարտեզը։ Յուրաքանչյուր երգ բացում է մեկ դուռ։ Ծիսակատարություն նոմոր 25. Սրբազան մենստրուալ ծիսակատարությունը։ Երբ կին ամսական ունի, քրիստոնյաները ասում են, որ անմաքուր է, բայց մենք գիտենք ճշմարտությունը։ Ամսականը սուրբ է, Անահիտի օրհնություն է։ Արյունը կապում են կանանց, լուսնի և ջրին։ Այսպիսով ամսական ունեցող կանայք գալիս են քահանայուհի մոտ։ Նրանք հավաքում են իրենց արյունը կտալի կտորների մեջ։ Ապա այդ արյունը արտադրում է դաշտերում օրնելու բերքը։ Սա ամենաուզեղ պտղաբերության մաքուր արարողությունն է։ Քրիստոնյաները արգելել են սա, բայց մենք շարունակում ենք։ Ծիսակատարություն նոմոր 33. Քահանայուհին նշանակումը։ Երբ քահանայուհին թերանունջ, նա պետք է ընտրի իր հաջորդ, սովորաբար իր դուստրը, բայց եթե չունի դուստր, ապա ամենաուժեղ աղջիկը խմբից։ Ծիսակատարությունը կատարվում է գաղտնի քարանձավում արենյում։ Նոր քահանայուհին մերկանում է և մտնում է սառը գետի ջրի մեջ։ Հին քահանայուհին կտրում է իր իսկապի մատը և թույլ է տալիս 7 քաթալ արյուն ընկնել ջրի մեջ։ Նոր քահանայուհին խմում է այս ջրը։ Սա փոխանցում է 8 սերնդների իմաստությունը և ուժը։ Ապա նոր քահանայուհին երդվում է գաղտնի պահել ավանդույթը մինչև մահը։ 33 ծիսակատարություններ։ Յուրաքանչյուրը արգելված եկեղեցու կողմից։ Յուրաքանչյուրը պահպանվել 843 տարի 8 սերիտ կանենց կողմից։ Բոլորը գրված մեկ գիշերում, օգոստոսի 1, 1144։ H2327 Խոստովանությունը։ Վերջին 5 էջերը անձնական էին։ Վարդանուշի խոստովանությունը։ Ես քրիստոնյա եմ, թե հեթանոս։ Ես չգիտեմ։ Ես սիրում եմ Քրիստոսին։ Նրա ուսմունքները գեղեցիկ են։
Սեր, ներում, խոնարհություն։ Ես գնում եմ եկեղեցի յուրաքանչյուր կիրակի։ Աղոթում եմ անկեղծորեն։ Բայց ես նաև սիրում եմ Անահիտին։ Նրա ուսմունքները նույնպես գեղեցիկ են։ Պտղաբերություն, ջուր, կյանք, սեր։ Եվ երբ ես կանգնում եմ գետի եզերքին լիալուսնի տակ եւ երգում եմ Անահիտին, ես զգում եմ նույն սուրբությունը, որ զգում եմ եկեղեցում։ Արդյոք սխալ է երկու աստվածությունների սիրելը։ Քրիստոնեական եկեղեցին ասում է, այո, նրանք ասում են Անահիտը սատանան է, բայց ես չեմ կարծում։ Աստվածուհին, ով սովորեցրեց մեզ սիրել ջուրը, պաշտպանել երեխաներին, պատվել կանանց, կարող է լինել սատանա։ Գուցե երկու կրոնները կարող են համակեցել։ Գուցե Քրիստոսը եւ Անահիտը երկուսն էլ ճշմարիտ են, բայց եկեղեցին չի համաձայն։ Նրանք ասում են ընտրիր։ Եվ նրանք ուժով փակում են Անահիտի տաճարները։ Բայց ես չեմ կարող ընտրել, ուստի ես ապրում եմ կրկնակի քրիստոնյա օրվա ընթացքում Անահիտի պաշտոկ գիշերը, եւ սա ինձ խորտակում է։ Վաղը նրանք գալիս են, թերևս կսպանեն ինձ, թերևս կլինեմ նահատակ, բայց որ կրոնի համար քրիստոնեություն, թե Անահիտի պաշտմամունք, ես չգիտեմ։ Վերջի խոսքերս, ով գտնի այս մաղաղաթը, խնդրում եմ հասկացեք, Հայաստանի իրական պատմությունը ոչ միայն քրիստոնեություն է։ Մենք ունենք 2000 տարի հեթանոսական ավանդույթներ նախքան Քրիստոսը։ Այդ ավանդույթները գեղեցիկ էին, նրանք սովորեցրին մեզ պատվել բնությունը, սիրել կանանց, պաշտպանել կյանքը։ Երբ Հայաստանը դարձավ քրիստոնեական 301-ում, մենք կորցրինք այդ ավանդույթները, բայց փոքր խումբ մենք պահպանեցինք դրանք 843 տարի։ Հիմա ես մեռնում եմ, եւ ավանդույթ մեռնում է ինձ հետ։ Բայց այս մաղաղաթը կապրի, եւ մի օր, երբ Հայաստանը բավականաչափ ուժեղ է իր ողջ պատմությունն ընդունելու հանդերձ, եւ քրիստոնեական, եւ հեթանոսական, այս մաղաղաթը կընթերցվի։ Եվ հայերը կհասկանան, նրանք ունեն 3000 տարի պատմություն, ոչ միայն 1700 տարի քրիստոնեություն, եւ բոլոր այդ 3000 տարիները սուրբ են։ Վարդանուշ Արենացի, Անահիտի 8-րդ եւ վերջին գաղտնի քահանայուհի, օգոստոսի 1-ը 1144։ Տող Քրիստոսը եւ Անահիտը երկուսն էլ օրհնեն ձեզ։ 2024-ի նոյեմբերի 20-ին հրապարակեցինք մաղաղաթը, 880 տարեկան արգելված մաղաղաթը, Անահիտի գաղտնի քահանայուհու վերջին վկայությունը։ Հայաստանը բաժանվեց։ Քրիստոնեական եկեղեցին դատապարտեց մաղաղաթը։ Սա հեթանոսական հերեսիա է։ Սա չպետք է հրապարակվեր։ Սա վնասում է հայկական քրիստոնեական ինքնությանը։ Բայց հնագետները, պատմաբանները, կանանց խումբերը պաշտպանեցին մաղաղաթը։ Սա Հայաստանի իրական պատմությունն է։ Մենք չենք կարող թաքցնել մեր նախաքրիստոնեական արմատները։ Սա մաս է մեր ժառանգության։ Վեճը տևեց 4 ամիս, բայց 2025-ի մարտին կառավարությունը որոշեց ստեղծել հայկական նախաքրիստոնեական մշակութային կենտրոն Արենում։ Մաղաղաթը ցուցադրվում է հատուկ տուփում, բայց կենտրոնը ներառում է բացատրություններ։ Այս մաղաղաթը ներկայացնում է բարդ պատմական պահ 301-1144, երբ Հայաստանը անցավ հեթանոսությունից քրիստոնեությանը։ Անցումը չերակընթարթ է։ Փոքր խունդեժամ շարունակեցին ին ավանդույթները հարյուրամյակներ։ Սա մարդկային պատմության բնական մաս է։ 2025-ի հունիսի 18-ին, ճիշտ 881 տարի անց, երբ Վարդանուշը գրել էր մաղաղաթը, կազմակերպեցինք հատուկ արարողություն Արենիի քարանձակում։ 300 կին հավաքվեցին, քրիստոնյաներ եւ ոչ քրիստոնյաներ, հին հավատացյալներ եւ նորերը։ Մենք ընթերցեցինք Վարդանուշի 33 ծիսակատարությունները բարձրացային։ Ոչ թե կատարելու, այլ մեկ հասկանալու, հիշելու համար։ Երբ ես ընթերցեցի ծիսակատարություն նմոր 7-ը, պտղաբերության օրնյանքը, 50 կին սկսեց լալ, կանայք ովքեր տարինեց փորձել էին ունենալ երեխաներ եւ չէին կարողանում։ Մեկ կին 38 տարեկան կանգնեց եւ ասաց. Երբ ես լսում եմ սրանք, ես հասկանում եմ, որ մեր նախները գիտեին։ Նրանք գիտեին կանածավը եւ նրանք ստեղծեցին ծիսակատարություններ օգնելու մեզ։ Քրիստոնեությունը տվեց մեզ հույս, բայց Անահիտի ավանդույթները տվեցին մեզ պրակտիկ գործիքներ։ Մեկ այգին ես 62 տարեկան ասաց. Երբ ես կարդում եմ ծիսակատարությունը 25-ը, սրբազան մենստրուալ ծիսը, ես զգում եմ անզատագրում։ Ամբողջ կյանքիս ինձ ասել էին, որ ամսականը արմախուր է, բայց Վարդանուշը ասում է, այն սուրբ է, սա փոխում է ամեն ինչ։
881 տարի Վարդանուշի մաղաղատը սպասեց, արգելված, թաքուն, մոռացված։ Հիմա ի վերադարձավ։ Ոչ թե որպես կրոն, այլ որպես պատմություն, որպես վկայություն, որպես հիշեցում, որ Հայաստանի պատմությունը բարդ է, հարուստ է, բազմաշերտ է։ Այսօր 2025-ի նոյեմբերի 5-ին հազարավոր մարդիկ այցելում են Արենեի կենտրոն։ Նրանք ընթերցում են Վարդանուշի խաստովանությունը։ Նրանք տեսնում են նրա վերջին հարցը. արդյոք սխալ է երկու աստվածությունների սիրելը։ Եվ շատերը գտնում են իրեն սեփական պատասխանը։ Ոչ թե քրիստոնեության պատասխանը եւ ոչ թե հեթանոսական պատասխանը, այլ իրեն սրտու պատասխանը։ Վարդանուշը մեռնում էր 1144-ին, բայց իր ձայնը դեռ խոսում է, արգեղված, բայց ոչ լրացված, թաքուն, բայց ոչ կորած, հավիտան։ Վերջ։